Տիկին Անդրեասյան, վերջին այս տրամաբանությամբ վերջին հարցը ձեզ եմ ուղղելու։ Նորից պիտի վերադառնամ վարչապետի ելույթին, որտեղ այսպիսի հարցադրում հնչեց, ռետորական էր երևի հարցը, իհարկե նաև վերջում պատասխանն էլ տրվեց։ Ինչպես պետք է պետությունը ուժեղացնի մարդուն եւ ինչպես պետք է մարդը ուժեղացնի պետությանը։ Եվ պատասխանը հետեւյալն էր, դրա միակ հուսալի ճանապարհը կրթությունն է։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը կրթություն պետական մարմինների մատուցած ծառայությունների որակ կապի մասին։ Եվ մենք գիտենք, որ կառավարությունը այսօր իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, 300 դպրոց, 500 մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, ակադեմիական քաղաք նախագիծն է առաջ գնում, բազմաթիվ այլ բարեփոխումներ էլ է կանում, եւ ի վերջո սա ինչպես ու երբ է բերելու կրթության մեջ տեսանելի փոփոխության, որն էլ ի վերջո բերելու է մարդկային կապիտալի զարգացման, դա էլ բնականաբար ենթադրաբար պետք է բերի պետական մարմինների կայացրած ու իրականացրած որոշումների որակի բարձրացման, դա էլ պետք է բերի տնտեսության զարգացման, ինչն էլ ի վերջո պետք է հանգեցնի մեր պետության հարատևության։ Համեցեք։ Ակալություն, պարոն Պապոյան, իրականում այստեղ հարց է, որի շուրջ կարող ենք ժամեր խոսել, բայց ես փորձեմ հնարավորինս համառոտ անդրադառնալ։ Նախ մի պարզ փաստ պիտի ընդունենք, որ չի կարող պետության հարատևություն լինել առանց կրթության, բարձրորակ եւ համընդհանուր հասանելի կրթության, բայց ոչ միայն։ Եվ այստեղ դուք խոսեցիք որակից, ես կուզեի նաեւ խոսել բովանդակությունից։ Մենք մեզնից ոմանք տեսել են, ոմանք լսել են, բայց այսօր մենք բոլորս տեսնում ենք այն կրթական համակարգի հետևանքները, որի առանցքում ամենևին էլ պետությունը չի եղել։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ որակով այդ կրթությունը կիրականացնեինք, եթե այդ կրթության բովանդակությունը հակապետական է, ապա այստեղ չեմ կարծում, որ որակը պակաս կամ ավել բերելու էր մեր խնդիրների լուծմանը։ Եվ առաջինը, ինչին պիտի ուշադրություն դարձնենք, դա կրթության բովանդակությունն է, ինչի շուրջ ենք մենք կառուցում մեր մոտեցումները։ Եվ տևական ժամանակ այո, այդ մոտեցումները եղել են հաճախ նույնիսկ հակոտնյա պետությանը։ Եվ այսօր կրթական բարեփոխումների մի շատ մեծ ծավալ ուղղված է կրթության բովանդակության փոփոխությանը։ Դա շատ բարդ փոփոխություն է եւ այնպես չի, որ մեկ օրում այդ փոփոխությունը կարող է տեսանելի լինել, բայց դա նաեւ մի փոփոխություն է, առանց որի մեր բոլոր մնացած ջանքերը չեն հասնելու տեղ։ Մենք կարող ենք կառուցել լավագույն դպրոցները եւ այդտեղ շարունակենք ունենալ այդ կասկածելի բովանդակությունը եւ սա նշանակում է, որ մեր անելիքները չեն կարող ավարտված համարել։ Իհարկե, այստեղ մեծ աշխատանք ունենք անելու բոլոր ուղղություններով եւ մեր այսօրվա բարեփոխումների օրակարգը բոլոր ուղղություններին միտված է եւ այստեղ արդեն բավական մանրամասն խոսվեց մեր ենթակառուցվածքային ու միջավայրային փոփոխություններից։ Ես պետք է հիշեցնեմ նաեւ մեր հանրակրթության չափորոշչի, նախադպրոցական կրթության չափորոշչի, մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքի, ինչպես նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի մասին, որոնք ինստիտուցիոնալ փոփոխություններ են, միտված հենց այն բովանդակությանը, որի մասին քիչ առաջ խոսում էի, եւ իհարկե այստեղ մեր կարեւորագույն անելիքներից է նաեւ հենց ոլորտում մարդկային կարողությունների զարգացումը։ Գիտեք, որպեսզի մենք կարողանանք պատրաստել այն կադրերը, որոնք հետագայում կծառայեն պետության նպատակներին, պետք է հետ գնանք եւ տեսնենք իսկ ովքեր են այն մարդիկ, ովքեր պատրաստում են այդ կադրերին։ Եվ առնվազն մեծ աչքակապություն կլինի, եթե մենք այսպես պնդում անենք, որ այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր ներառված են կրթության գործում, սովորեցնելու բան ունեն։ Եվ այստեղ ես խոսում եմ նաև մեր բուհական դասախոսների մասին, որոնց մի մասը իմ խորին համոզմամբ կարիք ունի լուրջ կարողությունների զարգացման, մյուս մասն էլ թերևս այլ աշխատանքով զբաղվելու։ Ունենք նաև շատ լավ դասախոսներ իհարկե, բայց համակարգային խնդիրները պետք է առաջին հերթին ձևակերպվեն, որպեսզի հետո դրանց լուծումների ճանապարհով գնանք։ Եվ ակադեմիական քաղաքը, որի մասին խոսում ենք, միայն միջավայր ու ենթակառուցվածք չի, այդ նաև այնպիսի մարդկային կարողությունների համախմբում, որի միջոցով մենք այդ մրցունակությունը ապահովելու ենք եւ
մենք վստահ ենք, որ այս գործընթացի արդյունքում նաև մեր բոլոր կրթական հաստատություններում պետք է լինեն մարդիկ, ովքեր սովորեցնում են առաջին հերթին իրենք սովորելով եւ կարծում եմ, որ սա անպայման բաղադրիչն է կրթության համակարգում ներգրավվածություն ունենալու համար։ Բայց պետական մարմինների համար կրթության համակարգի դերը ամենևին էլ այս գործողությունների ամբողջությունը չի։ Կրթական համակարգի դերը ամբողջությամբ պատկերացնելու համար մի կարևոր սկզբունք պիտի հիշենք, որ կրթությունը հանրային բարիք է։ Եվ սա ունի շատ կոնկրետ դրսևորում պետության համար։ Ավելի կրթված հավասարակությունները ունեն ավելի լավ կառավարություններ։ Ինչու, որովհետև կրթված հասարակությունը եւ կրթված մարդիկ դրանք նաեւ քաղաքացիական ավելի բարձր գիտակցություն ունեցող, ավելի մեծ ընդգրկվածություն ունեցող մարդիկ են, որոնք նաեւ այդպիսով կարողանում են գիտակցված որոշումներ կայացնել, այդ թվում օրինակ ընտրությունների ժամանակ։ Դրանք մարդիկ են, ովքեր նաև հանրային հսկողության մեխանիզմների հանդեպ ունեն առավել մեծ զգայունություն, ինչը այդ թվում կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն գործիքներից է։ Դրանք մարդիկ են նաև, ովքեր ավելի բարձր արտադրողականություն ունեն եւ այսպիսով նաև ավելի կրթված հասարակության միջոցով տնտեսական զարգացման ուղիղ հնարավորություն է ստեղծվում եւ այսպես կարելի է բազմաթիվ թվարկումներով շարունակել, ինչը ցույց է տալիս, որ իսկապես կրթությունը այն ճանապարհն է, որով պիտի գնանք մեր պետությունը զարգացնելու ճանապարհին, բայց որ կրթությունը զարգացնելու եւ այդ հարցի պատասխանը տալը նույնքան կարեւոր է, ինչքան կրթական համակարգում զարգացման ուղղված մյուս քայլերը եւ ես կարծում եմ, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը տալիս է այդ հարցի պատասխանը ու ես կարծում եմ, որ կրթական ծրագրերն ու բովանդակությունը պետք է գնան այդ քաղաքականությունը նաեւ կրթական բովանդակություն դարձնելու ճանապարհով եւ սա ուղիղ խնդիր է, որը պետք է լուծվի կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի եւ դրան հաջորդող գործընթացների միջոցով։ Շնորհակալություն։